Ֆրանսիայի քաղաքացի ազգությամբ հրեա 74-ամյա Մոնիկ Հարլեը 2011 թվականի դեկտեմբերի 12-ին Մոնակոյի թագավորությունից 10 օրով ժամանել էր Հայաստան եւ անհետացել։ Մոնիկ Հարլեը Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա ստանալու դիմում հարցաթերթիկում նշել էր, որ բնակվելու է Երևանի Մարիոթ հյուրանոցում, սակայն այդ հյուրանոցում նա չէր գրանցվել։ Հայաստանից Հարլեի ելքի մասին տեղեկություններ չկային։ Միայն 2.5 տարի անց պարզվեց, թե առեղծվածային ինչ պատմության մեջ էր հայտնվել Ֆրանսիայի քաղաքացին Հայաստանում։ Մեղադրյալն իր անուն ազգանուն հայրանունն ինչ-ինչ պատճառներով արդեն մեկ անգամ փոփոխել է։ Հաշվի առնելով, որ այս քրեական գործը դեռևս գտնվում է նախաքննության փուլում, անմեղության կանխավար կացը չխախտելու նպատակով այս անգամ էլ մենք ենք փոխում։ Անունի համընկման դեպքում հայցում ենք հեռուստադիտողի ներողամտությունը։ Մոնիկ Հարլեը ըստ մեղադրյալի ցուցմունքի Մարոկկոյում զբաղվում էր անշարժ գույքի առքուվաճառքով եւ նյութապես ապահովված շատ հարուստ կին էր։ Թե ինչպես եւ ինչ հանգամանքներում էր նա ծանոթացել Գրիգորի հետ դեռևս հայտնի չէ, սակայն մեղադրյալի նախաքննական ցուցմունքից պարզ է դառնում, որ նրանք բավական մտերիմ են եղել։ Դեկտեմբերի 12-ն էր։ Եկել ենք ստեղ 2011 թվական։ Մարոկկոյից ես ու Մոնիկան ծռում ենք Ֆրանսիայից գալիս ենք Երևան։ Գրիգորն ամուսնացել է 2005 թվականին Երևանում, ունի մեկ զավակ։ Մինչ 2011 թվականի իր համար ճակատագրական ժամը նա բավական հաճախ էր գործով այցելում Աֆրիկայի տակ եւ բարեբեր եզերքները, իսկ ավելի ստույգ Ժանին անունով մի կնոջ հետ զբաղվում էր նկարների ցուցադրությամբ։ Ամուսինս շատ մտերիմ է եղել Ժանին անունով կնոջ հետ։ Գրիգորն ինձ հայտնել է, որ նրա հետ արտերկրում զբաղվում է նկարների ցուցադրությամբ եւ հաճախ էր մեկնում Մարոկկո։ Նա Մարոկկոյում Ժանինի նկատմամբ հանցագործություն է կատարել եւ կալանավորվել է։ Նրա շահերը պաշտպանելու համար 2009 թվականի օգոստոսին մեկնել եմ Մարոկկո ու մի քանի ամիս անց վերադարձել եմ։ 2011 թվականի դեկտեմբերին ինձ համար անսպասելի Գրիգորը վերադարձավ Հայաստան։ Այնուհետև 2012 թվականի հունվարին կրկին մեկնեց Մարոկկո։ Մի քանի օր անց զանգահարեց եւ ինձ ու երեխաներիս կանչեց իր մոտ։ 2012 թվականի հունվարի վերջին մեկնեցինք Մարոկկո, որտեղ մեզ դիմավորեց Գրիգորը։ Այնտեղ մենք վարձով էինք ապրում Մարաքեշ քաղաքում։ Հետագայում կոմունալ վճարումների կտրոններից տեղեկացա, որ բնակարանը, որտեղ մենք ապրում ենք, պատկանում է Մոնիկ Հարլեին, որը ըստ Գրիգորի շատ հարուստ կին է եւ որի հետ նա գործնական հարաբերություններ է ձևավորել։ 1.5 ամիս անց Մարաքեշի ոստիկանությունը նշված բնակարանում ձերբակալեց Գրիգորին եւ ինձ։ Այնտեղ տեղեկացա, որ Գրիգորը կասկածվում է Մոնիկ Հարլեին սպանելու եւ նրա բանկային քարտերից ինտերնետի միջոցով գումարներ հափշտակելու մեջ։ 2012 թվականի հոկտեմբեր ամսին Ֆրանսիայի Հանրապետության իրավապահ մարմիններից Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեը ստացվել է քննչական պահանջ այն մասին, որ իրենց քաղաքացուհի Ոմն Մոնիկան 2011 թվականի դեկտեմբերի 12-ին Հայաստանի Հանրապետության քաղաքացի Ոմն Խաչատրյանի հետ միասին Ֆրանսիա Երևան չվերթով մեկնել է Հայաստանի Հանրապետություն եւ իրենց քաղաքացին հետ չի վերադարձել։ Հաշվածի կապակցությամբ նյութեր է նախապատրաստվել դեռևս 12 թվականի ընթացքում եւ 2012 թվականի հոկտեմբեր ամսին հարուցվել է փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 104 հոդվածի առաջին մասով, այն է մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկել։ Ըստ Air France ընկերությունից ստացված տեղեկանքի, Մոնիկ Հարլեը 2011 թվականի դեկտեմբերի 12-ին Կասաբլանկա Փարիզ Երևան չվերթով մեկնել է Հայաստան։ Դեկտեմբերի 22-ին նա պետք է Մարոկկո վերադառնար, սակայն չի վերադարձել։ Արմավիա ավիաընկերության Փարիզ Երևան չվերթի ուղևորացուցակների զննությամբ պարզվել է, որ Մոնիկ Հարլեը եւ Գրիգորը դեկտեմբերի 12-ին նույն չվերթով են ժամանել Հայաստան։ Ինքնաթիռում նրանք նստած են եղել կողք կողքի։ Քննության արդյունքում պարզվել է, որ հնարավոր է նա սպանած լինի, հայտարարվել է հետախուզում դեռևս 13 թվականին արդեն Խաչատրյանի վերաբերյալ, նրա նկատմամբ որպես խաբկանմիջոց կիրառվել է կալանավորումը, այնուհետև քրեական գործով վարույթը կասեցվել է։
2015 թվականի ապրիլի 15-ին պետք է պարզվեր 2012 թվականի դեկտեմբերին Թայիրով գյուղում կատարվածը եւ վերսկսվեր քրեական գործի քննությունը։ Ըստ քրեական գործի նյութերի Գրիգորը Հարլեի հետ 2011 թվականի դեկտեմբերին ժամանել է Հայաստան եւ հայկական սովորության համաձայն նրան հյուրընկալել է իր տանը։ Իսկ հետո դիտավորությամբ թե անզգուշությամբ, ինչը կպարզեն իրավաբանները, Մոնիկ Հարլեը մահացել է։ Հետո դից անցնում է մի օր, երկու օր, երեք օր, 4 օր, 4 օր, 5 օր։ Մոնիկ Հարլեան խմում է այստեղ։ Հետո մեծ խոսակցություն եղավ, որ ինձ չեմ կարող ասեմ։ Անձնական խոսակցություն, գնացի որ կուխնայից բաժակները։ Հեսա արդակի դեղել մինդավա։ Ինձ հանգիստ թողելու համար, հանգիստ մնալու համար։ Իմ խելքով ասի դեղտամ խմի քնի, առավոտը անեմ տանեմ հույրանից։ Ուզում որ հարաբերություն ունենա։ Սեռական հարաբերություն։ Ես էլ ասում։ Քնի միջով առավոտը տանեմ հույրանից թողել։ Կես ժամ չեն անցել բաժակը ձեռը, թուլացավ դուց, այստեղ պարկած, հնդավ գետի։ Այդ պահին ինչա, ոնց չեմ կարա, հիմա, որ հիշում եմ ես պահը, արդեն վատ եմ ասում։ Ես ինչ եկավ իմ ողը, դել աստված գիտի։ Շամբ այդ բաժակը դրած, ես էստեղ ստացել։ Ու բաժակը մեզ ոնց որ գցելով դներ սեղան վրա։ Հետո կես ժամի չափ անցել էր, պարկավ սկսավ խառասները, հետո խար, բերում ես ջուրը, որսած երեսի խապեցի, թոր անշարժան էր։ Մտացի զանգեմ միլիցա, իմ պրոբլեմները, այս պրոբլեմը, աս ինչ անեմ։ Հացավ, հիմա խառնվեցի իրար չեմ անում ինչ անեմ, հելա լուսամուտից բերեցի աչի կողմս կողմը փոսեր, մի քիչ փոսեր կաց լուսամուտից։ Փոսը փորեցի 11-ից մինչև 4-ը փորելը, 3-4 ժամ փորելը։ Հետո եկա թևերից բրվեցի, ծանր չէ, փոքր թեթր։ Հետո տարա փոսի մեջ դրեցի, հողով ծածկեցի մեն, առավոտը արտակը հելավ ասեցի ասի տարել եմ հույրանոց, որ կհարցնեն ուրա ասա տարել եմ հույրանոց։ Ես չեմ ուզեցի, որ նրան սպանում, չեմ ուզեցի, որ նա մահանա։ Իրա մահը, իրա բացակայությունը ինձ մենակ էս բերեց, ոչ մի նյութական, ոչ բարոյական, ոչ հոգևոր, ոչ մի օգուտ ես չունեցա իրա մահից։ Գրիգորն իր ցուցմունքում մի քանի անգամ նշում է, որ Մոնիկ Հարլեին սպանելու դիտավորություն չի ունեցել։ Դեղահաբերը նրանից գաղտնի գցել է շամպայնի բաժակի մեջ, ընդհանրապես քնեցնելու համար, իսկ կինը խմելով բաժակի պարունակությունը քիչ անց անշարժացել է։ Շտապօգնություն կանչելու փոխարեն Գրիգորը կնոջ դին թաղել է իրենց տան բակում։ Գործն այստեղ ավարտելուց հետո որոշ ժամանակ անց նա վերադարձել է Մարոկկո։ Իր ցուցմունքում մեղադրյալը նշել է նաև, որ այնտեղ բնակվելով Հարլեի տանը, նա չուներ տանտիրոջ համաձայնությունը հաստատող փաստաթղթեր։ Փոխարենն ուներ բնակարանի բանալին եւ գիտեր տանտիրոջ բանկային քարտերի եւ այլ փաստաթղթերի տեղը։ Մեղադրյալը հափշտակել է Մոնիկ Հարլեին պատկանող բանկային քարտերը եւ 2012 թվականի հունվարի 19-ին վերադարձել Մարոկկո։ Այնուհետև բնակվելով Մարոկկոյի Մարակեշ քաղաքում գտնվող Մոնիկ Հարլեի առանձնատանը, փորձել է վերջինիս ֆինանսական բոլոր ակտիվների փոխանցում կատարել համացանցի միջոցով, սակայն 2012 թվականի մարտի 23-ին ձերբակալվել է Մարոկկոյի ոստիկանության կողմից եւ մեղադրվել խարդախություն կատարելու համար։ Նյութական վիճակում ինքը շատ հարուստ գիտի։ Իրա ընդհանուր գործերին ծանոթ էի, բայց թե ինչքան գումար ունի, ինչ փող ունի, ոնց ունի, զանգեցին մի ամիս հետո մեկը զանգում է ոստիկանությունը գալիս է, ասում է դու սպանել ես Մոնիկային, որ փողերը գողանաս, ուրա փողերը, 5 միլիոն փող կա։ Ասում եմ, հեսա, ինչ որ կա, ես ասում եմ հաշիվները իրարդարեք բյուրոյին ինչ որ կա, հաշվեք, իմ հաշվի համարներն նայեք, իմ Հայաստանի ըստեղի, որ ոչ մի իրա փողերից, ոչ մի փող չի շարժվել, եթե շարժվել է, նայեք ուրա գնացել։ Ինձ մեղադրում են, որ ես սպանել եմ Մոնիկային,
որ իր տները գողան։ Բայց իր տները սաղ իր անունով է կատարվել է Մարոկոյում եւ իսկ դատել են գողության։ Իբր ես Մոնիկայի տունը մտել եմ առանց բանալի։ Իսկ այդ ընթացքում Հայաստանի իրավապահները որոնում էին հանրապետություն ժամանած եւ անհետացած Ֆրանսիայի քաղաքացի Մոնիկ Հարլեին։ Մոնիկ Հարլեի դիակն ու հանցագործության այլ հետքերը հայտնաբերելու նպատակով խուզարկություններ են կատարվել Երևանում Գրիգորի կնոջ տանը, ապա Արմավիրի մարզի Թայիրով գյուղում գտնվող Գրիգորի հայրական տանը եւ տնամերձ հողամասում, որի ժամանակ տեխնիկայի միջոցով փորվել է հողամասը, սակայն Մոնիկ Հարլեի դիակը եւ հանցագործության այլ հետքեր չեն հայտնաբերվել։ Հայաստանի եւ Մարոկոյի իրավապահ մարմինների միջև փոխգործակցության շնորհիվ 2015 թվականի ապրիլի 15-ին մեղադրյալը Մարաքեշ քաղաքից տեղափոխվել է Երևան։ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի ձեռնարկած քննչական եւ դատավարական գործողությունների արդյունքում Ֆրանսիայի քաղաքացի 74-ամյա Մոնիկ Հարլեի սպանությունը բացահայտվել է։ Հարցաքննության ժամանակ նա պատմել է տեղի ունեցածն ու ասել, թե որտեղ է գտնվում կնոջ դին։ 2015 թվականի ապրիլի 15-ին Խաչատրյանը հայտնաբերվել է եւ ներկայացվել է քննչական կոմիտեի Վաղարշապատի քննչական բաժին, վերսկսվել է քրեական գործով վարույթը, կատարվել է նախաքննություն, քննչական ծառայության քննիչի եւ մեր աշխատանքի արդյունքում պարզվել է, որ Խաչատրյանը դեռևս 11 թվականի դեկտեմբերի 11-ին Լոմա Մոնիկայի հետ վերադառնալով Հայաստանի Հանրապետություն, վերջինիս բերել է իրենց Փարաքյարում գտնվող տուն, հնագվելով 3-4 օր, դեղաբերի միջոցով սպանել է, այնուհետև տան բակում փորել է փոս, թաղել այնտեղ եւ կրկին շուրջ 1 ամիս անց 12 թվականի հունվարի 19-ին կրկին Խաչատրյանը արդեն առանց Մոնիկայի վերադարձել է Մարոկկո։ Քրեական գործով կատարված քննչական փորձարարության ժամանակ Գրիգորը ցույց է տվել դիակի գտնվելու վայրը, որտեղ հայտնաբերվել է մարդու կմախք։ Դիակի ամբողջականությունը չխախտելու համար քննչական փորձարարության ժամանակ հրավիրվել են հատուկ մասնագետներ, հնագետներ։ Նախաքննությունը շարունակվում է։ Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ Էյֆել ժամացույցների խանութ սրահից գողություն կատարելու դեպքի առթիվ, որի շրջանակներում միջոցներ են ձեռնարկվում պարզելու առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։ 2015 թվականի ապրիլի 14-ին ժամը 15-ի սահմաններում առերևույթ հանցագործություն կատարած անձը Մոսկովյան փողոցում գտնվող Էյֆել ժամացույցների խանութից գաղտնի հափշտակել է թվով 4 հատ Tissot տեսակի ձեռքի ժամացույց։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով։ Նախաքննության ընթացքում ստացվել է նշված խանութի սրահի տեսանկարահանող սարքի տեսագրությունը, որում պատկերված են հանցագործության հանգամանքները։ Ովքեր ճանաչում են տեսագրությունում պատկերված անձին կամ որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, խնդրում ենք հայտնել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի, Երևան քաղաքի քննչական վարչության կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին կամ ոստիկանության մոտակա բաժին։